Ժամեեմը շարունակում է քաղաքական տիկնիկներ խորագրով իր հաղորդաշարը, որը ներկայացված է քաղաքական տիկնիկային ժանրով։ Մենք շարունակելու ենք բացահայտել պետական քաղաքական գործիչների իրական մտքերն ու մտադրությունները, որոնք որպես կանոն տեսանելի չեն հասարակության լայն շրջանակների համար։ Քաղաքական թատրոնում տեղ գտած մտքերն իհարկե իրական չեն, հետևաբար ներկայացվել է ոչ թե կոնկրետ իրադարձություն, այլ թե ինչ կարող էր լինել, եթե այն կայանար։ Այսօրվա մեր թատրոնում կնկարագրենք այն իրավիճակը, թե ինչպես են ՀՀԿ-ական նախարարները նախապատրաստվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատասխանելուն։ Եվ այսպես Տիգրան Սարգսյանը նախարարների հետ ունեցած կարճ հաղորդագրությունից հետո իր մոտ է կանչում Արմեն Աշոտյանին եւ դժգոհում, որ նախարարները ակտիվ չեն արձագանքում Ռոբերտ Քոչարյանի քննադատություններին։ Արմեն, ես խիստ բարկացած եմ քո եւ մյուս նախարարների պահվածքից։ Ես ինչ բան, Քոչարյանը հրապարակավ ինձ մեղադրանքներ ներկայացնում, իսկ դուք բոլորը ջուրը բերանները տարած լռում եք։ Հասկանում ես, որ սա բարոյական չի, Արմեն։ Համամիտ եմ, պարոն վարչապետ, բարոյական չի, բայց մյուս կողմից, եթե մենք բոլորս սկսենք խիստ քննադատել իրան, դա էլ բարոյական չի լինի, որովհետև իր նախագահության տակ ենք աշխատել, հասկանում եք, պարոն վարչապետ։ Իհարկե չեմ հասկանում, Արմեն։ Իրան քննադատելը բարոյական չեք համարում, բայց փաստորեն ինձ գցելը բարոյական է, հա։ Հեսա շեֆը Կորեայից կգա, ես ռազմուրկա կդնեմ, ու կտեսնեք բոլորը ձեր հալը։ Պարոն վարչապետ, դուք ինձ շեֆով մի վախացրեք, ես ինչպես ասում են Նիկոլայի ժամանակ եմ նստել, Սովետի ժամանակ եմ նստել, Քոչարյանի ժամանակ եմ եղել, հիմա էլ կամ ու դեռ կլինեմ, ու իդեպ ես այն եզակի նախարարներից եմ, ով գնաց ասուլիս տվեց ու ձեզ պաշտպանեց, եղավ։ Այդ սրտանեմ ինձ իրականում պաշտպանեց Արմեն Մովսիսյանը, ով բաց ճակատով ասեց, որ մեր գազային պայմանագիրը Քոչարյանի գույք պարտքի դիմացից ավելի լավն էր, իսկ դու գնացիր մի քիչ Քոչարյանին կպար, մի քիչ ինձ կպար, ասեցիր իրար չքննադատենք, ուզում ես սաղի համար լավամարդ դուրս գաս, հա? Չէ, պարոն վարչապետ, խոսքը լավամարտի մասին չի, ախր պարոն Մովսիսյանը, որ քննադատում է գույք պարտքի դիմացը, դրանով առաջին հերթին կպտում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ Սերժ Սարգսյանին։ Ինչա, չգիտի, որ շեֆն այն ժամանակ եղել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի համանախագահներից մեկը։ Իդեպ, պարոն վարչապետ, հենց շեֆի ստորագրությունն է դրած եղել այդ գույք պարտքի դիմացի տակ։ Հասկանում եք, պարոն վարչապետ, որ Մովսիսյանը այդ քայլով ավելի շատ վնաս է տվել, քան օգուտ։ Ես թքած ունեմ, Արմեն, թե ում ստորագրությունն է այդ ժամանակ եղել։ Ինձ պետք էր, որ Քոչարյանը իմ նախարարներից պատասխան ստանար։ Ու մենակ Արմեն Մովսիսյանից այդ պատասխանը ստացավ։ Իսկ դուք բոլորը տոզիկի պես լռում էիք։ Համաձայն չեմ, պարոն վարչապետ, թող շեֆը գա, ռազմորկենք սկսենք, եթե իրա դաբրոն լինի, հա, մենք բոլորս կմտնենք այդ գործի մեջ։ Կարող եմ հասկանալ, Արմեն, որ դու չես ենթարկում իմ հրահանգներին եւ սպասում ես շեֆի վերադարձին, հա։ Հա, պարոն վարչապետ, հենց այդպես էլ կարող եք հասկանալ, քանի որ մենք բոլորս առաջին հերթին շեֆի հրահանգն ենք կատարում, մանավանդ որ ձեր ռազմորկեքից մենք ավելի շատ տուժեցինք, քան շահեցինք։ Ես հետևություն կանեմ, Արմեն, այս ձեր պահվածքից, ու Մոսկվայում էլ կզեկուցեմ, որ կոնկրետ ՀԿ-ում կա մի խիստ արևմտամետ թեւ, որը սաբոտաժի անում Մաքսային միությանը միանալու մեր ծրագիրը, ու այդ թևը կոորդինացնում ես հենց դու։ Պարոն վարչապետ, ես վաղուց գիտեմ, որ դուք այդ զեկույցն արդեն արել եք։ Իմ վրա գործել եք տվել ռուսներին, ասել եք, որ ՀՀԿ-ի արևմտամետ թևն եմ ղեկավարում, քանի որ Եվրոպայում եւ ԵԺԿ-ում ՀՀԿ-ի պատվիրակության բանակցությունները ես եի կոորդինացնում, հենց որ ես արդեն գիտեմ, որ դուք իմ վրա այդ գործը տվել եք, ու հիմա ավելի մեծ վնաս ինձ հասցնել չեք կարող, եղավ։ Սխալվում ես, Արմեն ջան, վնասը հեսակատեսնես թե որնա։ Հեսա Մոսկվա եմ գնում Պուտինի, Մեդվեդևի հետ հանդիպելու, այնտեղ նոր կառավարության կազմ հաստատելու, ու դու էլ հետ կազմից պրոբկի պես կթռնես։ Եթե դու ռազմորկետ տարբերակով ես տանում, տիկո,
Ես էլ շատ բաներ կարամ ասեմ։ Արդեն տարուց ավել է Հայաստանի արևմտամետ շրջանների եւ լրատվամիջոցների գլխավոր կոորդինատորը դու ես եղել, ու արևմուտքն էլ գաղտնի բանակցությունները քո գլխավորությամբ են ընթացել։ Ես մեկ առ մեկ գիտեմ, թե այդ խմբագիրներին ու լրագրողներին, ովքեր ռուսներին էին քվրտում ու արևմուտքին էին գցնում, ոնց էին պերսոնալ կերպով հանդիպում ու խրախուսվում։ Եղավ։ Արմեն, չես կարա իմանաս, որովհետև ես այդ շատ գաղտնի կերպով եմ արել։ Չէ, Տիկո ջան, քո սաղ գաղտնիքները ես գիտեմ, ու այդ ամենը համ շեֆին եմ ասել, համ էլ իմ ռուս գործընկերներին։ Համ էլ Տիկո, մոռանում ես, որ սաղ այդ արևմտամետ դիշոկիկին քո հորդորով եմ ես օրդինացրել, ու այդ պարագայում դու ինչ չես կարա գցես։ Սիրելի Արմեն, ես այդ ամենը վաղուց արդեն ռուսների հետ նաղդել եմ շեֆի վրա, ու ռուսներն ինձ արդեն հավատացել են, ու դու ինձ չես կարա այդ հարցում վնասես։ Մոռանում ես, որ Լենինգրադում եմ սովորել, իսկ Պուտինը եւ Մեդվեդևն էլ պիտերցի են։ Հասկանում ես, Արմեն, որ իմ դեմ խաղ չունես։ Տիգրան ջան, ես իմ կյանքում շատ վատ բաներ եմ տեսել, բայց նույնիսկ դու ինձ զարմացնում ես, քանի որ սենց ցինիզմ առաջին անգամ եմ տեսնում։ Ու իշի իմ խորհուրդը, չափավոր ցինիզմը նույնիսկ առողջության օգուտ է, բայց քո ցինիզմը չափից դուրս է։ Հենց որ մինչև իմ մասով վերջնական որոշում կայացնելը լավ մտածի, թե չէ ես որ որոշեցի, քեզ նես վնասներ կտամ, որ մինչև կյանքիդ վերջը ուշքի չես գա, ու քո վատ երազներում Ռոբերտ Քոչարյանի փոխարեն ինձ կտենաս։ Մինչև ամսի 18-ը, մինչև շեֆի գալը լավ մտածի, ժամանակ ունես։ Հա, ի դեպ, ամսի 18 ասեցիր, հիշեցի։ Մեր բոլոր անկախ լրատվամիջոցներին ու խմբերին հրահանգ իջեցրու, որ ամեն տեղ հայտարարեն, թե հունվարի 18-ի կուտակայինի ցույցը Քոչարյանն է կազմակերպում, որ մարդիկ շատ չհավաքվեն։ Թե չի հասկանում ես էլի, երկրի վիճակը վատ է, ձմեռը ցուրտ է, գազի պարկն շատացել է։ Հանգիստ եղեք, պարոն վարչապետ, ես մինչև ձեր ասելն արդեն իջեցրել եմ այդ հրահանգը, ու մեր բոլոր ընդդիմադիր թերթերն հենց այդ գործին են անցնում։ Բայց մի բան էլ ասեմ, պարոն վարչապետ, ասում են իրենց տրվող գումարները մի քիչ շատացնել է պետք, քանի որ այս տարվա ձմեռը իսկապես ցուրտ է, գազի պարկն էլ շատ է։ Դրանց փոխանցի, որ այդքան մրցանակներ ու պարգևներ, որ պաշտոնապես տալիս ենք, այդ իրանց սիրուն աչքերի համար չենք տալիս։ Եվ ընդհանրապես, իրանց գործը լավ չեն կատարում, նենց որ իրանց ոչ մի ավելացում չի լինում։ Շեֆ ջան, փոխանցեմ, բայց այդքան էլ այտենց չի էլի, որովհետև ձմեռը իսկապես ցուրտ է։ Իրանք էլ մեծ հաշվով էշը ցեխից հանեցին, քանի որ սեպտեմբերի 3-ից հետո մեկը ամենձև փորձում են կարել, որ մենք մաքսային միություն մտնելով փրկել ենք երկիրը Լևոնի, Ռոբերտի ու Ծառուկյանի ճանկերից։ Համաձայնվի, շեֆ, որ այստեղ կաթի ու մածունի քանակը անսահմանափակ պետքա լինի, քանի որ ինչքան էշ հավատա այդ գաղափարին, այնքան մեր քարն է։ Արմեն, եթե էշ չի մնացել, ուրեմն աշխատանքը վատ են անում։ Կաթի ու մածունի գումարի պակաս էլ հաստատ չունեն։ Նենց որ դրանց իմ մոտ մի արդարացրու։ Ու ասա, որ եթե շատ ջղայնացնին, վաբշե հացը վերջնականապես կկտրեն։ Մանավանդ, որ մաքսային միություն մտնելուց հետո իրենք էլ մեզ պետք չեն գա։ Ու այդ վերջին թեզը, Աշոտյան, քեզ էլ է վերաբերվում։ Նենց որ խելքդ գլուխդ հավաքիր, գնա, սկսի աշխատել։ Համել Facebook-ում էլ ահագին պասիվացել ես։ Հասկացա, պարոն վարչապետ, մեր խոսակցությունից ես ճիշտ հետևություններ կանեմ եւ հուսամ, որ դուք իմ մասով չեք սխալվի ու եթե փորձեք գցել, ապա դրանից չեք շահի ոչ դուք, ոչ էլ ես։ Նենց որ ինչպես մաքսային միությունում են ասում, мы одной ниткой связаны։ Ցտեսություն, պարոն վարչապետ։ До свидания, Արմեն։